Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Արարատյան Խոհանոցն է եթերում։ Շատ ուրախ եմ եւ շնորհակալ, որ կրկին միասին ենք եւ շատ ուրախ եմ, որ հետեւում եք մեր հաղորդումներին։ Բարեկամներ, եղեք միշտ մեզ հետ եւ կգտնեք ձեզ հետաքրքրող շատ հարցերի պատասխանները, բնականաբար խոհանոցի հետ կապված։ Ներկայացվելիք ուտեստը այսօր ես ներկայացնելու եմ իմ հյուրի հետ, իմ հյուրն է հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության հիմնադիր անդամ եւ մեր լավ երիտասարդ բարեկամ Արտավազդ Սարուխանյանի հետ։ Ողջույն Արտավազդ։ Ողջույն ընկեր Մամուլյան։ Ինչպե՞ս ես Արտավազդ։ Շնորհակալություն, շատ լավ եմ։ Ողջունում եմ ձեզ, ողջունում եմ մեծ սրտով եւ դուք ինձ շատ ուրախացրեցիք, շնորհակալություն ձեզ։ Լավ, ինչով պիտի ուրախացնենք մենք այսօր մեր հեռուստադիտողներին։ Ձեր թույլտվությամբ ընկեր Մամուլյան, պատրաստելու ենք արցախյան խորոված։ Արցախյան տապակայի խորոված տարբերակ։ Այսինքն ջերմային մշակման եղանակը մենք փոխել ենք։ Իրականում այս ուտեստը մեր ավանդական ուտեստն է, որ կոչվում է արցախյան տապակա, բայց մենք պատրաստելու ենք ջերմային մշակման եղանակը կիրառելով խորոված ջերմային մշակման եղանակը բաց կրակի վրա աշխարհի ամենաառաջի ջերմային մշակման գործիքի կրակարանի վրա։ Բաղադրությունը պարզ է։ Բաղադրությունը գառան հաստկող, այսինքն չալաղաջ, բանջարեղեններից կարտոֆիլ, լոլիկ, գլուխսող, պղպեղ, սմբուկ, սեր, ժպիտ, լավ տրամադրություն։ Տեսակ ինչքան մեծ այսպես թվականակ համեմունքների։ Գառան հաստկողը նախորոք համեմված է թե ոչ։ Համեմված է կաթով։ Կաթի մեջ է պահված։ Կաթի մեջ է պահված մոտավորապես 12 ժամ։ Շատ լավ, շատ լավ։ Կտրատեմ բանջարեղենը։ Իրականում ազգային խոհանոցի հետ շփվելիս, այսինքն այս կամ այն առիթը, երբ որ ներկայանում է եւ մենք ասում ենք մենք ազգային խոհանոցի ուտեստ ենք պատրաստում, ուղղակի մենք պիտի բոլորին հորդորենք, խորհուրդ տանք, որ մեծ պատասխանատվությամբ մոտենան։ Մեծ պատասխանատվությամբ, որտեղ դա մեր նախնյաց ժառանգությունն է եւ մեր մշակութային ժառանգությունն է։ Այո։ Եվ այսպես, ես արդեն սկսեմ։ Կարտոֆիլը դնում ենք կրակին։ Կրակը կրկին պետք է ուժեղ լինի։ Թող ինձ ներեն մեր հեռուստադիտողները, ես ուղղակի շատ եմ սիրում այսպես ձեռքերով աշխատել։ Իսկ ինչի։ Երևի թե որպեսզի մթերքը ավելի լավ զգամ։ Մթերքը դու զգաս, մթերքը քեզ զգա, այսինքն խոհարարի բոլոր 5 զգայարանները պիտի աշխատեն, Համաձայն եմ ձեզ հետ։ Եվ սմուկը։ Տաք վիճակում իհարկե ես արդեն չեմ կարող ձեռքով շրջել, օգտագործեմ բռնիչները։ Այս ուտեստի ուղղակի կրկնօրինակը շրջանառվում է դրսում, հատկապես Ռուսաստանում, ադրբեջանական խոհանոցներում, որպես սաչ քյաբաբ։ Սա եւս մեկ առիթ է, որ մենք կարողանանք վերադարձնել մեր արժեքները եւ իրական արժեքները։ Խնդրեմ։ Բանջարեղենը մի փոքր թող խորովի եւ կավելացնենք, կդնենք միսը կրակին։ Սմբուկն էլ է պատրաստ։ Իսկ կաթը ոչխարի կաթ էր, թե Կարելի է եւ ոչխարի օգտագործել, բայց քանի որ ոչխարի կաթը այդքան մեծ քանակությամբ գտնելը այդքան էլ հեշտ բան չէ, կարելի է կովի կաթի մեջ էլ պահել։ Ասեմ, որ տարբերությունը շատ ակնհայտ եղավ։ որակական հատկանիշները։ Այո։ Հիմա միսն ենք խորովում։ Լոլիկին էլ աղանենք։ շրջենք
Տեսնում եք միսը մի անգամից էլի շրջում եմ, որ հավասարաչափ երկու կողմից կեղևապատվի եւ խորովի։ Հիմա կեղևապատված կողմի վրա աղ եմ ավելացնում։ Այսպես։ Նորից հիշեցնենք, որ հաստ կողը կարան մինչև 12 ժամ պլյուս 3-ից մինչև 5 աշյան ջերմաշանի տակ պահված է կաթի մեջ։ Հիմա մեր խորոված բանջարեղենին ավելացնում ենք աշտարակ սոուս, չոր ասպրամ, մի փոքր խառնում ենք, այսպիսի եղանակով և տեղ բացենք մեզ, Կընտրեմ։ մինչև միսը պատրաստ լինի, դասավորենք խավարտը։ Նորից հիշեցնենք, օգտագործել ենք կարտոֆիլ, գլուխ սող, տակդեղ, քաղցր, սմբուկ եւ լոլիկ։ Կարտոֆիլը, սմբուկը, լոլիկը, ահա այսպես, ինչպիսի լռություն է, պղպեղը, Ուշադիր հետևում ենք եւ նկարանող խումբը եւ քանի որ մենք ծնունդ է, չէ՞ հիմա։ այո, ծնվում է երկունքի ժամն է։ Եվ համարյա թե միսն էլ է արդեն պատրաստ։ Ահա, եւս 62 վայրկյան։ Այսինքն կարող ենք հաշվել մինչև 70-ը եւ ուտեստները պատրաստ են, բայց այդ ժամանակ օգտագործենք, խոսենք ընդհանուր մեր աշխատանքներից, մեր կազմակերպության նախաձեռնություններից։ Վերջերս դու եղար Մոլդովայում եւ մասնակցեցիր կրթական համակարգի հետ կապված ծրագրերին։ Կարող ես որոշ բան պատմել դրա մասին։ Կարող եմ իհարկե, քանի որ մենք ունենք խնդիր բարձրագույն կրթության հետ կապված, որ նա խոհարարական բարձրագույն կրթության։ Այո, մեզ պետք է խոհարարական բարձրագույն կրթություն ունենալ եւ դրա համար նաեւ խնդիրը նաեւ որ խոհարարական այդ ասպարեզում շատ մարդիկ աշխատում են տարիներ շարունակ եւ չունեն որակավորում, այդ ծրագիրը ներդրվել է, որ เป զի խոհարարը ունենա որակավորում, ինքը իմանա իր որակավորումը ինչքան է եւ ոչ թե ինչ-որ մեկը իրան ասի, այ քո որակավորումը այսքան է։ Այսինքն հնարավորություն ենք տալիս խոհարարին, որ ինքը ունի կարողություն, բայց չունի օրինակ, ասենք, պետական դիպլոմ։ Այո։ Այս ֆորմալ եւ ոչ ֆորմալ կրթական համակարգի բավերացման խնդիր է, որ մենք ներգրաված ենք այդ ծրագրի մեջ եւ պիտի իրականացնենք, որպես գործատու մարդը գալիս է եւ մեկը ունի կրթություն համապատասխան եւ դիպլոմ, բայց կարողություն չունի, մյուսը ունի կարողություն, բայց կրթություն չունի։ Այդ համակարգի, այդ մարդկանց նույնպես պիտի ներգրավենք տնտեսության մեջ, բնականաբար խոհարար մասնակցության մասն է խոսքը։ Եւ այս ծրագիրը ներդրվում է կամաց նաեւ մեր երկրում եւ այդտեղ բարեկամներ մեծ դերակատարություն է ստանձնել նաեւ մեր կազմակերպությունը։ Եվ ես ասեմ, որ Մոլդովայում լինելով մենք ավելի շատ աշխատանքներ ենք կատարել այդ ուղղությամբ, քան մնացած այդտեղ 8 երկիր էր։ Այո, որտեղ մենք ունենք կազմակերպված խումբ, թիմ, մեր կազմակերպությունը աջակցում է, այո, աջակցում է եւ գլոբալ զարգացումներ հիմնադրամին եւ կրթության նախարարության, այսինքն մենք արդեն կարող ենք համախմբել մարդկանց, խոհարարներին եւ կարող ենք կրթական համակարգի այդ մեր ընկերներին նաեւ մեր փորձը փոխանակել։ Ասեմ, որ որևիցե երկիր այդ պիլոտային ծրագիրը քննական չէր արել։ Բայց մենք արել ենք, մենք արել ենք, շատ լավ, ապրենք մենք։ Հա։ Հիմա չոր ասպրամ կրկին, այսպես մի քիչ էլ ձևավորումով ավելացնենք եւ սև
պղպեղ։ Ավելացնենք նաև թարմ ասպրամ, որի տեսքը բավականին հաճելի է միշտ լինում։ Եվ մի քիչ էլ կանաչ գույն ավելացնենք։ Ահա այսպես։ Եվ քանի որ օգտագործել ենք աշտարակ սոուս, եւ եթե մեր հյուրերից ուզենան ավելացնել իրենց կերակրատեսակին, ահա կարող են այստեղից օգտվել։ Այսպես։ Մեր արցախյան խորովածը պատրաստ է։ Հարգելի հեռուստադիտողներ, ես հենց դիտմամբ այսպես վերցրեցի պաուզա, որ արտահայտվի արտավազդը այնպես ինչպես պետք է, որտեղ մատուցել, պատրաստելը մեկ բան է, բայց մատուցելը արդեն այլ ոլորտից է, արդեն այլ ձևեր պետք է օգտագործել, այսինքն գեղագիտական զգացման հետ կապված խնդիր կա։ Շնորհակալ եմ Արտավազդ ջան, եթե դու ունես ասելիք մեր հեռուստադիտողներին, խնդրեմ։ Դե առաջի ասելիքը խորարի դա բարի ախորժակ, բարի օր, լավ տրամադրություն, բազում ժպիտներ, կարծում եմ այդքանը որ լինի երջանիկ կլինենք ուղղակի։ Հարգելի հեռուստադիտողներ, այո, լինենք երջանիկ։ Իսկ երջանիկ լինելու համար հարկավոր է ուղղակի լավ տրամադրություն, հարկավոր է ժպիտներ, հարկավոր է, որ մենք նույնիսկ փողոցում մեկս մյուսի հանդիպելիս ժպտանք, բարևենք, ողջունենք, ցանկանանք, կամենանք։ Ձեր անունից եւս մեկ անգամ շնորհակալություն պիտի հայտնեմ Արտավազդին այս հիանալի ուտեստը պատրաստելու համար եւ նաեւ լավ խորհուրդների համար։ Շնորհակալություն Արտավազդ, ապրես դու։ Ես եմ շնորհակալ։ Բարեկամներ, ուտեստը հիմնական ուտեստ է եւ հարկավոր է այն մատուցել 65-70 աստիճան ջերմությամբ, կարելի է օգտագործել ճաշի եւ առաջի ընթրիքին եւ հետը պետք է մատուցել կարմիր անապակ, թույլ տտիպությամբ, կարմիր գինի։ Բարեկամներ, մեր ժամանակը սպառվում է եւ մինչեւ հրաժեշտ տալ ուզում եմ, որ մենք միշտ լինենք միասին, հանդիպենք եւ այդ հանդիպումները ունենա լավ արդյունք։ Այդ արդյունքում մենք ունենանք ել ավելի առողջ, ել ավելի երջանիկ կյանք եւ ունենանք համբերություն։ Հաղթանակի դարը պիտի համբերել եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ցտեսություն բարեկամներ։ Արցախյան խորոված Գարան հաստկող 250 գրամ, կարտոֆիլ 70 գրամ, լոլիկ 50 գրամ, սոխ 50 գրամ, դագդեղ 40 գրամ, սմբուկ 80 գրամ, աշտարակ սոուս 1 թեյ գդալ, աղ, պղպեղ։ Բարի ախորժակ։